Ինֆեկցիոն բորբոքային բնույթի հիվանդությունների կլինիկական նշանները կարող են լինել արտահայտված լինելուց զատ կարող են նաև ընթանալ գաղտնի ընթացքով, շատերը ունենալով հարաբերություն նստում են տունը եւ սպասում, երբ իրենց մոտ կսկսվի դեղին արտադրությունը։ Դեղին արտադրությունը ոչ բոլոր դեպքերում է լինում։ Մենք ունենք սակավաթիվ հիվանդություններ, որոնց բնորոշ են արտահայտված բնույթի ինֆեկցիոն բորբոքային հիվանդության շարքում ունենք մի քանի սակավաթիվ հիվանդություններ ունենք, որոնց բնորոշ են այդ արտահայտված երևույթները, դեղին արտադրությունը, ժողովուրդը սիրում է ասել բժիշկ ջան չռում էր, բժիշկ ջան եւ այլ, բայց հիշեք, որ ոչ բոլոր դեպքերում է դա լինում։ Իսկ առավել եւս, եթե դուք ունեք արտահայտված կլինիկական նշաններ, ապա իմացեք, որ դուք միանշանակ ունեք խնդիր, որտեղ շատերն ասում են, որ չունեմ արտադրություն, ուրեմն չունեմ, չէ, հիվանդություն։ Ուզում են իրանք քեզնից լսեն, որ դու ասես, չէ, չունես հիվանդություն, բայց դա այդպես չի։ Ինչ է մեզ ասում ժամանակակից բժշկությունը, որ հիվանդությունների սեռավարակների մեծամասնությունն ընթանում է գաղտնի ընթացքով, ընդ որում կանանց մոտ գաղտնի ընթացքով ընթանու հավանականությունն ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ, դա էլ պետք է հաշվի առնել։ Այդ իսկ պատճառով դեղնավուն արտադրությունը ուղեկցվելով նաև ինչ է գրել միզելուց ցավալ, այո, եթե կա արտադրություն, բնականաբար հետը կլինի արտադրություն, ինչ իրենից ներկայացում լորձաթաղանթի քայքայում է գնում, հա, եւ դրա արդյունքում նաեւ քայքայված լորձաթաղանթով, երբ որ մեզը անցնում է, դա առաջացնում է տոհաճության եւ ցավի զգացողություն։ Շատ բան կախված չի ձեզնից այս պարագայում։ Պետք է անցնել որոշակի հետազոտություններ եւ հասկանալ ինչ հիվանդության մասն է խոսքը գնում։ Մի թողեք, որպեսի սեռավարակները բարդանան։ Ինչ է նշանակում բարդանալ, երբ սեռավարակները երկար են մնում մեր օրգանիզմում, առաջացնելով ներքին օրգաններում քրոնիկական բորբոքային process, սկսած շագանակագեղձի բորբոքումից, օրխիտ, էպիդիդիմիտ, ուրետրիտ, ցիստիտ եւ այլն։ Հետո էլ ասում են բժիշկ վախենում եմ պրոստատիտից, բժիշկ վախենում եմ շագանակագեղձումս խնդիր, համ վախենում ես, համ թողում ես, որ ինֆեկցիաները մնան երկար ժամանակ։ Պետք չի վախենալ պրոստատիտից, պետք չի վախենալ շագանակագեղձի բորբոքումից, ուղղակի պետքա լինել հետևողական եւ ժամանակին խնդիր նկատելու դեպքում դիմել բժշկի, թե չէ որ նստակ տունը վախեցաք դրանից բան փոխվում է, իհարկե ոչինչ չի